Պատերազմը շատ շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ։ Իրանի դեմ պատերազմի ընթացքում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը. Այն շուտով կավարտվի, թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը եւ փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը։ Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, հարվածները կլինեն շատ ավելի ուժեղ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հասկացնում է, որ մտադիր չէ շատ շուտով ավարտել պատերազմը։ Նա հայտարարել է, թե Իսրայելը կոտրում է իրանական իշխանության ոսկորները ու դեռ չի ավարտել սկսած գործը։ Մինչ այժմ ձեռնարկված գործողությունների միջոցով մենք կոտրում ենք նրանց ոսկորները, եւ մեր ձեռքը դեռ մեկնված է։ Պատերազմի մոտալուտ ավարտի մասին չեն նաև Թեհրանից հնչող հայտարարությունները։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հարվածները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Կրակոցները շարունակվում են եւ մենք լավ պատրաստված ենք շարունակել մեր հրթիռային հարձակումներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի եւ որքան էլ երկար դա տևի։ Արաղչին նաև ասել է, որ չի կարծում, թե Միացյալ Նահանգների հետ բանակցությունները այլևս կլինեն օրակարգում, ակնարկելով, որ ամերիկացիները 2 անգամ խաբել են իրանցիներին։ Ըստ իրանցի դիվանագետի, փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ չունեն հարձակվելու որևէ մտադրություն, բայց հարձակվել են։ Թրամփն էլ Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ որոշակի պայմաններով։ Թրամփի պատմելով, իբր իրանական կողմն է ուզում բանակցել, բայց նա չի հստակեցրել, թե իրանցի այդ որ պաշտոնյան է նման ցանկություն հայտնել։ Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ Միացյալ Նահանգները պարզապես ելքեր է փնտրում պատերազմից դուրս գալու։ Մանավանդ, որ Մերձավոր Արևելքում ամերիկացի 7 զինվորի սպանությունից հետո ուժգնանում են ճնշումները նախագահ Թրամփի վրա։ Finish the job, sir. Պարոն, ավարտեք այդ գործը, խնդրում ենք ավարտեք, այսպես էին ինձ ասում բոլորը, այսքանով սահմանափակվեմ։ Բայց միթե պատերազմը ավարտելով Թրամփը չի դավաճանում այն իրանցիներին, որոնց խոստացել էր Իրանում իշխող ռեժիմի փոփոխություն անել։ Գիտեք, հիանալի ժողովուրդ են իրանցիները, խելացի, փայլուն, էներգիայով լի։ Ես կուզենայի օգնել նրանց, բայց նրանք ղեկավարման այնպիսի համակարգ ունեն, որը հարձակվում է մեզ վրա, երբ փորձում ենք օգնել։ Մենք իսկապես ուզում ենք Իրանում այնպիսի համակարգ, որի հետ հնարավոր է երկարատև խաղաղություն։ Իսկ եթե դա հնարավոր չէ, գուցե ավելի լավ է հիմա վերջ տալ այս ամենին։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը 53%-ը դեմ է Իրանա-իսրայելական հակամարտությանը ԱՄՆ ռազմական միջամտությանը։ Ամերիկացիների 44%-ն էլ կարծում է, որ Միացյալ Նահանգները չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին։ Լիլիթ Գասպարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։